Այս պայնացի դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին ու արդեն քննիչները կնախաձեռնեն քրեական վարույթ եւ քննչական կոմիտեի փորձաքրագետի հետ կժամանեն դեպքի վայրն գիտեք 7-րդ փողոց 17 տուն նշված տունը պատկանում է հայտնի բլոգեր Թութու լավա մականվամբ Էրիկ Շահնազարյանը, չէ՞։ Թութու Էրիկ Շաբազյանին, ով այս պահին Հայաստանում չէ, իմ տեղեկություններով արտերկրում է։ Իմ տեղեկություններով նաև գործի է դրվել չրկիզվող պահարանը կտրելու համար գործի է դրվել այսպես ասած բալգարկա, զարմանալի է, որ բալգարկայի ձայնը չի լսվել։ Տեսախցիկների չիպերը, այսպես ասած չիպերը ըստ նախնական տեղեկությունների գողություն կատարող անձիկ իրենց հետ տարել են, տեսախցիկներն գցել են ինչ-որ ջրի մեջ։ Նորագավիթ, չէ՞, Նորագավիթ 7-րդ փողոց 17 տուն։ Ստահակություն, հերթական ստահակություն է։ Մարդը տան դուռը փակի գնա։ Երկու հատ շուն ա եղել, բայց շները ոչինչ, որովհետև բակի կողմից են մտել, ստեղից որ մտնեն շները դրանց պատկերացնում եմ իշ կանեին ու լավ էլ կանեին։ Հունվարի 21-ն է, քիչ առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ բնակարանային գողություն է տեղի ունեցել։ Այս պահին դեպքի վայր են ժամանել պարեկները Երևան քաղաքի գնդի Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու քրեական ոստիկանները։ Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, անհայտ անձը կամ անձիկ թալանել են հայտնի բլոգեր Թութու լավայի տունը, տունն ամբողջությամբ տեսնում եք տակնու վրա է, կոտրել են անգամ չհրկիզվող պահարանը եւ այնտեղ եղած ամբողջ եղածը մի խոսքով հափշտակել են։ Տուն մտել են հետևի կողմից, բակի կողմից։ Քրեական ոստիկաններն են արդեն համայնքային ոստիկանների Շենգավիթի դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Շենգավիթի քննչական բաժին։ Արդեն այս պահին արդեն ճշտում են դեպքի հանգամանքները։ Ստեղից են մտել էլի հավանաբար։
Տունը կարելի ասել տակնու վրա են արել, առաջին հարկը, երկրորդ հարկը